Ուրեմն Երևանի բնակիչները բյուջե լցնելու մատերիալ չեն։ Ու ինչի եմ այսպես ասում, որովհետև դուք նշում եք, մենք ուզում ենք խրախուսենք, որ մատչելի հանրային տրանսպորտից օգտվեն։ Եթե դուք իրոք անկեղծ մտածում եք, որ կա մատչելի հանրային տրանսպորտ եւ բոլորը պետք է օգտվեն եւ դրանով բեռնաթափվի, ինչու եք պահում 100 հատ ավտո եւ 54 վարորդ։ Ձեր աշխատակիցները, թաղապետերը, նրանց տեղակալները, վարչության պետերը թող այդ մատչելի հարմարավետ հանրային տրանսպորտից օգտվեն։ Ինչի համար եք Երևանի կենտրոնում տալիս շին թույլտվություններ, եթե դուք ուզում եք բեռնաթափեք Երևանի կենտրոնը։ Երևանի կենտրոնում դուք շենք եք կառուցում, դրանով ստեղծում եք տրաֆիկ։ Կարմիր գիծ թանկացնելով այդ մարդկանց խոսքը չի դադարելու։ Այդ մարդիկ աշխատում են, տեղ սովորում են, որոշակի ծառայություններ են մատուցում։ Բեռնաթափելը դա քաղաքային պլանավորում է, շինարարական, ճարտարապետական եւ ճանապարհաշինարարական պլանավորում է։ Կարմիր գիծ թանկացնելը այդ հարցը չի լուծելու։ Օրինակ ԱՄՆ-ում առավոտվա 8-ից կամ 7-ից մինչև 9 կամ 10 որոշակի փողոցների վրա կայանել չի կարելի, անկախ նրանից դա կարմիր գիծ է թե ոչ։ Եթե դուք ուզում եք առավոտը մարդիկ չուշանան աշխատանքից եւ տրանսպորտը չխցանվի եւ 20 րոպե մարշրուտը չիրականացնի 40 րոպեում, ապա բարի եղեք առավոտյան ժամը 8-ից մինչև 9:30 արգելեք կայանումը, ուղղակի արգելեք, որտեղ դուք ասում եք դուք չունեք ֆիսկալ նպատակ։ Ինչի եք թանկացնում։ Ձեր նպատակն է որ չկայանեն։ Մենք քննարկումների ժամանակ հարցնում ենք նպատակը որն է, ասում են որպեսզի մարդիկ չկայանեն, չգան։ Եթե ուզում եք չկայանեն, խնդրում եմ, ուրեմն հարցը ինչու՞մ է։ Հարցը նրանում է, ինչու համար եք Երևանի բյուջեն լցնում էլի գները բարձրացնելով։ Ու մենակ կարմիր գծերի մասին չի խոսքը։ Բոլորս գիտենք, որ կա դեֆիցիտ բյուջեում եւ դուք ուզում եք լցնեք եւ այդ թվում էս 5 միլիարդը, որ դուք ասեցիք, այս ամեն ինչը դուրս է գալու մարդկանց գրպանից, որովհետեւ ինչպես նշեցին մյուս բոլոր գործընկերները, որևէ շինարար, որևէ բիզնես իր եկամտից, իր շահույթից չի տալու այս գումարը։ Եթե թանկանում է քաղաքում երթևեկելը, քաղաքում կայանելը, քաղաքում ծառայություն մատուցելը, դրա վերջնական տուժողը լինելու են Երևանի բնակիչները, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, ձեր հարցի համար։ Նախ նշեմ, որ քաղաքապետարանի օգտագործման ներքո գտնվող ավտոպարկի եւ քանակը եւ ուղղությունները առաջիկան վերանայվելու են եւ առաջին քայլը դա կրկնվող գործընթացով վարձությունների միավորումն է, վարձությունների արդիականացումն ու օպտիմալացումն է, որը կբերի նաեւ ավտոպարկի կրճատմանը։ Մյուս կողմից շինթույլտվության հետ կապված, եթե նկատեցիք նախկին նախագծի մեջ տուրքերի, երբ որ մենք ներկայացնում ենք դրույքաչափերը, մենք առաջին եւ երկրորդ գոտում կենտրոնում շինթույլտվությունների հնարավորինս սահմանափակել ենք, այսինքն այնպիսի գներ ենք սահմանել, որ առավել նպատակահարմար լինի կառուցապատողի համար կառուցել քաղաքի արվարձաններում, այդպիսով նաև տրաֆիկը այդ մասով կկարգավորվի։ Մյուս հարցը ֆիսկալը դե արդեն իսկ նշել ենք, մենք ֆիսկալ նպատակ չունենք, թվերն եմ հնչացել, մենք ինչ գումար ենք նախատեսում, որ մեր մոտ կլինի, իսկ ձեր առաջարկի հետ կապված օրինակ որոշ փողոցներում արգելելը կամ միակողմանի սարքելը դա ձեր իրավունքն է որպես ավականու անդամ, դուք կարող եք ներկայացնել եւ մենք պատրաստական ենք դա քննարկել, բերենք նախագիծ այդ ուղղությամբ, բայց երբ որ չի ներկայացել որևէ առաջարկ այդ ուղղությամբ, ներկայումս դա որպես մինուս ներկայացնել մեր կողմից, մենք ամենագետ չենք, որը մեկը ստեղ, չգիտեմ, ես կոնկրետ տնտեսագետ եմ, տրանսպորտի մասնագետ չեմ, եւ եթե լիներ ձեր կողմից առաջարկ այս փողոցները սահմանափակել կամ միակողմանի սարքել կամ կայանել արգելել, մենք դա կքննարկենք, բայց մենք ունեցել ենք բավականին շատ փուլեր, ունեցել ենք հանրային քննարկում, խորհրդի նիստեր, հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես դա քննարկվել է, եւ առաջարկ որպես այդպեսին գրավոր չի ներկայացվել, այսինքն մենք հնարավորություն չունենք ձեր ասածը քննարկելու եւ ընդունելու կամ չընդունելու, եւ դա մեր համար մինուս, խնդրում եմ մի բարձրացրեք։
Պարոն Գրիգորյան, արձագանք։ Պարոն Ջհանգիրյան, մենք ներկայացրել ենք թե կանգառների կահավորման տեղափոխման առաջարկը, որպեսզի խաչմերուկներից հեռու լինեն, որ մեծ երկար ավտոբուսները խցանում չստեղծեն։ Մենք ներկայացրել ենք առաջարկ այդ ժամային գոտիներ սահմանել այն աորտաներին, որոնք որ մտնում են Երևան եւ դուրս են գալի այդ պիկ ժամերին, այդ բոլոր առաջարկները ներկայացրել ենք, իսկ եթե ձեզ պետք է բյուջե լցնել, ապա խնդրում եմ երթմնակալությունների վրա 87 միլիոն մի վատնեք եւ 50 միլիոն եւ ավելի մի վատնեք լուսավորությունների եւ այլ բաների վրա։ Շնորհակալություն։ Ես կարճ արձագանք եմ, պարոն Գրիգորյան, եթե դուք կարծում եք, որ մեկ երթմնակալության գումարով կարելի է կոմպենսացնել տրանսպորտային որևէ հարց, ես ձեզ վստահեցնում եմ, դուք այդ քաշային կատեգորիաները ուղղակի լավ չեք պատկերացնում, որովհետև եթե մենք խոսում ենք օրինակ ավտոբուսի պարկի մասին, որտեղ ունեինք մոտավորապես եւս 6 միլիարդի պակասուրդ այս տարի միայն հավելյալ սուբսիդիա ենք տալիս հավելյալ, որովհետև ավտոբուսային պարկը թարմացրել ենք։ Այսինքն այդ քաշային կատեգորիաները շատ տարբեր են, էլի, շատ գեղեցիկ է հնչում մեկ նախադասության մեջ, բայց իրականության հետ կապ չունի։ Դուք ինձ ստիպում եք, որ ես թվարկեմ Պարոն Գրիգորյան, դուք ելույթի ընթացքում կարող եք թվարկել։ Պարոն Գրիգորյան, ելույթների ընթացքում եք, Պարոն Գրիգորյան,